Սամվել Կարապետյան, լսիր ուշադիր, կարևոր շատ բան եմ ուզում ասել, ես թող միադանցնի ես։ Ինչքան անասուն ես սրանք, մի օր ինձ խփեցին, քցեցին մի հատ անասուն լագոց, վախեցել էր, հենց էր վախեցել, գնացի ես իրան ուրեմն լսի, ես դու գիտես ամեն ինչը գրող խեղտած պատգորիսանա, սա ամեն ինչ Աստծո ձեռն է, դու գիտես, Սամվել Կարապետյան, եւ ես ուզում եմ քեզ օգնած լինել Փաշինյանին քշելու համար, բայց դու գիտես, նաեւ պետք է իմանաս, էլի գոնե այդ կանը պետք է իմանաս, որ Աստված դեմագոգ չի, կախված նրանից ոնց քեզ կդրսևորես, ուրեմն լսիր, Սամվել Կարապետյան, ուզում եմ քեզ օգնած լինել եւ ինձ ոչինչ հարկավոր չի, դու ոչ միայն իմ անունից, նաեւ ելնելով արդարությունից պետք է, քանի դեռ ունես ժամանակ, հրապարակավ բարձր հայտարարես, որ դու առնչություն չունես այդ Սրիկա Քոչարյան տականքի համար, որտեւ բացի ամենից, եթե չանես, այսինքն եթե հակառակն է, ծայրահեղ ձևով դու ոտնահարում ես արդարությունը, ճշմարտությունը, եթե այդ կանը չասես, դու չես նստի ղեկավարի աթոռը, հիմա կարևոր չի, վարչապետ կլինի, միգուցե փոխես նախագահական, ես չգիտեմ, սա մեկ, ես էլ թող ասի, անցիր եւ բացի ամենից նաեւ դու ես քո վրա ուզում վերցնել ուրիշի մեղք արա, այդ Քոչարյան Սրիկայի մեղքն չես քո վրա ուզում վերցնել, արա, ես չեմ հասկանում, արա, ասա այդ Նարեկին ես կրկնում եմ, դրան ոչ մի կարևոր պետական պաշտոններ չկա, ամբախ զամբախ բան ասում, այդ ապուշը, այո, քո պրեմիա ով է քո, չգիտեմ, ազգականը, հա ինչ անենք, կապ չունի, դա հայտարարել էր, որ Քոչարյանն է, այդ դու պետքա հերքես դա, հայտարարել էր այդ ղախպեն, այդ Նարեկ Կարապետյանը, որ Քոչարյանն է լինելու ձեր, հա, չհասկացա, սիկտիները կտապալվեք Քոչարյանի հետ միասին, под одно ермо с неверным, или как говорится, какие-то с Քոչարյանի հետ, պետքա հրապարակավ, մերկու անգամ էլ պարապի այդ նախադասությունը արտասանելուց, դու առնչություն չունես, հələ ես չեմ ասում, այդ Քոչարյանի, հələ ես չեմ ասում, որ իհարկե լավ կլիներ, որ ասեք ենթարկվի պատասխանատվությանը, ասեք բանտում կհայտնվի, լավ ասնե փողոցը շատ էլի կարևոր բան ունեմ ասել, ես հիմա ոտի վրա փողոցում ուրիշ հնարավորություն չունեմ ձայ, հա ինչ ասում, գնացել է երրորդ մաս, ինչ էր ասում, այդ Նարեկը, բարև աղբերներին, արա էսա քո մակարդակը, արա այդ չկվի, արա, վայ արա, հա, մեկ էլ ասում է, հա այդ դմբոր Նարեկը, մեկ էլ ասում է, ես չեմ նայում, բայց ուղղակի շատ կարող է ավելի շատ ուրիշ ապուշ բաներ էլ ասել, ասում է, տուրիզմը զարգացնելու համար 1.5 միլիարդ, դու լրիվ ապուշ ես, ով որ նման բան ասում է, ինքը Ռադոկ Քաշի, ինքը առնվազը ապուչ է, արա տնտեսության հետ, տուրիզմը տնտեսություն չի, հակառակը, ինչ-որ ոչ էական ոլորտի տնտեսության իմաստով, ոչ էական մասը, դու գիտեք ինչքան թերություններ ունեք, ես էլի կոչս կրկնում եմ չգնալ ընտրելու, իդեպ ձեզ նշեմ, տեսեք, ընդհանուր առմամբ ասում են ընտրողների միայն 40%-ն է գնալու, չէ,
կարող է 30, սաղ իրար հետ միասին։ Բա իսկ ուր են մնացած 60-70%-ը, այդ 60 նորմալ քիչ թե շատ էլի, adekvat մարդիկ։ Ասեմ ուր են։ Դրանք էլ հեսա դրանք էլ հենց իմ ընտրա զանգվածն են, հասկանում եք, ուղղակի այնպես ասում է, որ քաղաքական ասպարեզը այսօր ղախպեկով է լսվում, այո, այդ 60 առնվազն 60-70%-ը ընտրողների ինձ կամ իմ նման մարդկանց կընտրեն վարչապետ, երկրի ղեկավար, չկա ոչ մի արդար ընտրություններ։ Էլ չասած են մյուս ղախպությունները, ոնց ասեմ, որ խաղացումները արևմուտքի դեմ, որ այդ նարեկը, այդ շատ թերություններ ունես, բայց գլխավոր է, այդ Քոչարյանին պետք է ժխտես ու ցանկալի կլինի ասել, որ նա էլ պատասխանատվության կենթարկվի։ Ես ըլնեի կփդցնեի, լավագույն դեպքում բանտում կփդացնեի։ Ի վերջո հասկացի այդ Քոչարյանի կոչը, սատանու կոչը, զանգվածը դա էլ է քոնը, էլ չեմ ասում նիկոլականների զանգվածն էլ է քոնը, եթե ճիշտ դրսևորես քեզ ոչ ոք հարկավոր չի, Դեմիրճյանի սխալները մի կատարի, Դեմիրճյանը հիշեցնում եմ, ոչ թե սխալ, դա մեղք շատ կատաստրոֆիկ գործեց, որի հետևանքով պատժվեց ոչ միայն ինքը, այլ նաև ողջ Հայաստանի Հանրապետությունը, ինքը իրան չպահպանեց, գոնե դու այսքանը հասկացի, ինչում այն, որ ես ասում եմ, դրանում երբեք չկա հակասություններ, հենց սա ուրիշ թեմա է, բայց օգտվելով առիթից ձեռի հետ սա էլ ասում, տեսեք տարբերություններ կան, ասենք կառավարության և ժողովրդի մեջ, փոխանակ, դա ոչ միայն Ղախպասերիկան Նիկոլն է այդպես վարում, այլ նաև հայաստանցիների մեծ զանգված, ոմանք առանց հասկանալու, այդ ժողովուրդը կեխ այդ բնակչությունը այդ ռուս, ես դրանց լացացնեմ մամաները, դրանց պետք է ժխտեք էլի, դրանք մարդ չեն, ես հակառակը կառավարության հետ լավ հարաբերություններ ունենայք, որ չվնասեի, բայց այդ Ղախպասերիկա Փաշինյանը հակառակը արեց, եթե դուք Ռուսաստանի դեմ եք, բայց ղախպա ռուսներին, որոնք ձեզ ստորացնում, անպատում և այլն, չեք լավ ընդունում, և հակառակն էլ բանն է, արևմուտքի երկրներն, դե կառավարություններն են թշնամիներ, իսկ բնակչությունը վատը չի, այդ վիզային հարցերի շուրջն չի չես ասում, ախր շատ թերություններ ունեք, էլի շատ, ես քեզ կրկնում եմ, եթե այսքանը չասես, որ դու Քոչարյանից ժխտում ես այդ սատանուն, դու չես նստի, դու կպատժվես, նույն վարտագույն դեպքում Դեմիրճյանի ձևով, հենց Դեմիրճյանի ձևով, գնաց միաձուլվեց ղախպեկի հետ, արա, գծե Դեմիրճյան, գծե Վազգեն Սարգես, ղախպեկ հետ, սատան եք, սրիկա հետ, հանցագործ թալանջիներ, արա, դու ինչ կապ ունես, արա հետ, դու Քոչարյանի նման թալանել ես երկիրը, այդ կան անարդարություններ, բան չես իրան միաձուլում, արա, քեզ ոչ մի դաշինք, ոչ մի քակ պետք չի, ես քեզ պետք է ասեմ, հələ դեռ կասեմ,